ABC մեդիայի հարգելի հետևորդներ, մենք շարունակում ենք աշխատանքը Թեհրանից եւ այս պահին զրուցելու ենք Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տեր Սեփուհ arczepiskopos Սարգսյանի հետ, Աստված օգնական Սրբազան հայր։ Աստված պահապանցես։ Սրբազան, մենք Թեհրանում ենք Իրանի հոգևոր առաջնորդի հուղարկավորության եւ թաղման արարողությանը մասնակցելու համար եւ ուզում էինք այս առիթը բաց չթողնել եւ նաեւ ձեզ հետ հանդիպել ու խոսել հատկապես Հայաստանի եւ Թեհրանում հայոց թեմի մասին։ Եթե դեմ չեք, սկսենք։ Խնդրեմ։ Տարածաշրջանում լարված իրավիճակ է, մեր հարևան բարեկամ երկիր Իրանը պատերազմի մեջ է եւ երեկել հարվածներ եղան։ Ուզում ենք հասկանալ այս իրավիճակում ինչ մտահոգություններ ունեք Հայաստանի հայ ժողովրդի ճակատագրի հետ կապված։ Ողջունում եմ ձեզ։ Բարի եկեք Հայաստան։ Եվ իսրդե հաջողություն եմ մաղթում ձեզ ձեր աշխատանքներին համար։ Շնորհակալություն։ Իրականության մեջ մենք այստեղ հավանաբար լսեցիք հոն ուր եղակ, որ հայ համայնքը այստեղ բարեհաջող ընթացքի մեջ է եւ պետական շրջանակներն ալ շատ կսիրեն եւ կհարգեն մեզ անկախ մենք նաեւ մեր հարաբերությունները կապը պետական շրջանակներում հետ ամուր ենք պահում, որովհետև հավատացած ենք, որ Իրանը որևէ մեկ պետութենեն ավելի մեզի կարող է օգտակարել եւ լինում է շատ մբարականներում։ Հայաստանի ճակատագրի հետ կապված կուզեի ձեր կարծիքը լսել այս իրավիճակում։ Ինչ մտահոգություններ ունեք։ Մենք միշտ կգնահատենք հայ-իրանական հարաբերությունները եւ ամեն անգամ երբ որ Իրանից պատվիրակություն պիտի գնա Հայաստան անպայմանորեն կանտիվի ինձի եւ հարց են տալիս, որ ինչ կուզեք, որ մենք Հայաստանի պետության ասենք, ասում եմ մեր հարաբերությունները Հայաստանի հետ շատ լավ են, դժվարություն չունեն, բայց անշուշտ կան նաև որոշ անբադեհություններ։ Որոնք են դրանք։ Օրինակի համար հարաբերության գծով մեր ակնկալությունն է, որ Հայաստանի պետությունը մեզ հետ իր հարաբերությունները առավել սերտացված ձևով ունենա։ Իսկ որտեղ է խնդիրը, որ կողմն է, որ Թեհրանում է։ Տեսեք, դժվար է ասել, թե որ կողմն է, բայց մեկ բան հստակ է, որ մենք Հայաստանում, Իրանում շատ հանգիստ ենք ապրում։
Սրբազան ձեր թույլտվությամբ մեկ հարցել Հայաստանյաց առաքելական եկեղեցու շուրջ տեղի ունեցողի մասին, գործող իշխանությունը իր քարոզչական ծրագրի մեջ այսպես կոչված բարենորոգչական մի նախագիծ ունի հայ առաքելական եկեղեցու նկատմամբ եւ ուզում են ամենայն հայոց կաթողիկոսին այսպես կոչված հանգստի կոչել։ Այս շարժման նկատմամբ դուք ինչ վերաբերմունք ունեք եւ ինչպես կգնահատեք այդ շարժումը։ Հիմա քաղաքական մարդ կա այստեղ, բայց ասեմ, որ Հայաստանի իշխանությունը սխալ ընթացքի մեջ է, եկեղեցու իր հետ հարաբերություններու բարակային, որովհետև մեր եկեղեցին ավելի կան 1700 տարվա պատմություն ունի և միշտ իր հարաբերությունները կոնկրետ ձևով բանրած են։ Իրենց ինչ ուղերձ ունեք, Սրբազան հայր։ Որոնց Գործող իշխանությանը, որոնք վերընտրվեցին։ տեսեք, մենք իշխանության որևէ մեկ էսելիք չենք ունենար, բայց մեկ բան ասեմ ձեզի, ես 27 տարի ոս առաջնորդ եմ և այս 27 տարվա մեջ քանի անգամ պատահեր է, որ Հայաստանեն կամ ավելի ճիշտ այստեղ են հատուկ պատվիրակություն կերտա Հայաստան և կուկան մեր գարջիկը գարդեն Հայաստանի հետ հարաբերություններու շրջակցի մեջ և հարեկա մեզի համար ուրախություն է։ Ակնարկում եք, որ նաև Հայաստանից եք ակնկալում նման վերաբերմունք։ Այո, Իսկ վեհափառին ինչ կմաղթեք, չէ՞ որ այս ամբողջ շարժումը հենց իր դեմ է ուղղված։ ամեն բարակայի այդ շարժումը բարակայական է և մեզի համար անընդունելի։ Հայոց եկեղեցին անկախ միավոր է և ոչ մեկադեն այսպես ասած ենթակա չի եղել որևէ մեկ թեմին կամ եկեղեցում օրինակի համար ասում են Հայաստանի այդ եկեղեցին կախյալ է Մոսկվայի պատրիարքութենեն մի բան, որ իրականության չի համապատասխաներ։ Ամեն բարակայի մեր ակնկալությունը Հայաստանի պետությունից այն է ուղղակի կերպով իրենք կապ հաստատեն մեզի հետ և մենք վստահ եղեք, որ լավագույն կերպով կդրսևորենք այդ հարաբերությունները, բայց էականը այն է, որ դժբախտաբար Հայաստանի իշխանությունը սխալ կմեկնաբանե և այդ մեկնաբանությունը իր անդրադարձը ունենում է մեր սփյուռքյան իրականության մեջ։ Ուզենք կամ չուզենք։
ամեն բարակայի սպյուրքը, որն անշուշտ անբաժանելի մասն է Իրաքի գաղութը, միշտ կողքին եղած է Հայաստանի կառավարության եւ ուզած է ամեն գնով նաեւ օգտակար լալ Հայաստանին, բայց դժբախտաբար Հայաստանի պետությունը այդ բարի կամեցողությունը չէ ունեցած։ Եվ ասիկա ես կուզեմ, որ դուք արձագանքեք այս իրականության։ Սրբազան Հայր, ես Արցախից եմ եւ կուզեի մեկ հարցել արցախցիների մասին տալ։ Մեզ համար կարևոր է Արցախ հավաքական վերադարձը, բայց գործող իշխանությունը այդ հարցը իր օրակարգում չի ներառում։ Դուք ինչ եք կարծում, Արցախ հավաքական վերադարձը հնարավոր է թե ոչ, եւ ինչ պատկերացում ունեք այս հարցի շուրջ։ Արցախը մեր պատմության եւ մեր հայրենիքին անբաժան մասն է, որքան որ Հայաստանի ներկա իշխանությունը կփորձե Արցախը անչափ տեսնել Հայաստանից, բայց տեսեք որոշ իրականություններ կան, որ կարելի չէ այսպես ասած անդեսել։ Օրինակի համար ես ցավով նկատած եմ Հայաստանի խորհրդարանի մեկ անդամը Հովիկ Ղազարյան Ղազարյան։ Այո։ նստած տելևիզիոն գտեի, եսավ Արցախը Հայաստանի մաս չի կազմել։ Ես ալկներեք արդահայտությանս հիմարեսի գնա պատմությունըդ կարտա, որբեցի իմանաս, որ Արցախը Հայաստանի մաս կազմած է, թե չէ կազմած։ Եվ իմ հաճախակի երևույթներուս մեջ միշտ անդրադարձած եմ այս իրականության։ Մարդ ինչպես կրնա իր պատմական հայրենիքը ուրանալ, չի կարելի եղբեր, բայց դժբախտաբար մերինները, մեր ժողովուրդը, խորհրդարանի անդամները անպատասխանատու հայտարարություններ են անում։ Տեսեք, շատ հարցեր կան խոսելիք, բայց մեր խոսակցությունը կամ մեր մոտեցումը Արցախին այն է, ինչ որ Հայաստանի մեր գլխավոր մեկ զանգվածին մտահոգությունն է։ Ես քաղաքական հարցերում մեջ չեմ ուզեր մտնել, բայց կարծում եմ, որ Արցախը ուշ կամ կանուխ պիտի վերամիանա Հայաստանին։ Սա իմ խոր հավատն է եւ ամբողջումն է, որքանալ պարոն Փաշինյանը ասե որ Արցախը մեզի հետ կապ չունի, բայց մենք իրեն կհիշեցնենք եւ կսենք, որ ոչ պարոն Փաշինյան, Հայաստանը, Արցախը
Հայաստանի մաս կազմեր է պատմականորեն եւ հիմա էլ պիտի կա ժամանակ, երբ մաս պիտի կազմի։ Կոնե իմ անձնական հավատքս է եւ ամոզումս է։ Օրիորդանի։ Սրբազան հայր կցանկանայի նաև ձեր կարծիքը լսել Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի մասին եւ նրա օրոք ինչպես է, հա, ինչ փոփոխություններ են եղել հայոց թեմում եւ հայոց համայնքում։ Տեսեք, հանգուցյալ Իմամ Խամենեին Իրանի պատմության մեջ իր հետ կգցկե, որովհետև քանի մարիտներով ես արիտ ունեցած եմ հետը հանդիպելու եւ միշտ ալ գոհունակությամբ պաշտված եմ իր մե, որովհետև ինքը նախ հայասեր անձնավորություն է եւ ադիկա մեծի համար միշտ բարձանք եղած է, օրինակի համար ամեն տարվա տոնական օրերուն անպայմանորեն ինքը եւ իր ավականին կայացել են մեր այն ընտանիքները, որոնք նահատակ ունեցած են Իրան, Իրաք, Բարդատրյալ պատերազմին եւ նաեւ կրծած է Սիրեշայիլ մեր ժողովրդին։ Ձեզի օրինակ մսեմ երբ որ իր ավականին այցելում է այդ հայ ընտանիքները, որոնք նահատակ ունեցել են, նկատված էր, որ իրենց հյուրասիրված ինչ որ է չեն մոտենար։ Հիմա Ինչու՞ չեն մոտենում։ ճիշտ հարցն է, որովհետև իրենց ավանդության մեջ քրիստոնյայի պատրաստած որևէ մեկ բան չեն ուտել։ Բայց երբ որ հաջորդ տարի հոգևոր առաջնորդը անցավ այցելության, որտեղ ինքնալ ամեն տարի այցելեր մեկ ընտանիք կամ երկու ընտանիք։ Եվ երբ որ հրամցուցին ինչ որ Քաղցրավենիք։ քաղցրեղեն կամ ինչ գիտնամ, ինչ որ պատշաճ է։ Ինքը ասա, որ հայկական խոհանոցը հարուստ է և արավ ու գերավ։ Անգե անտին իր բոլոր հետևորդները միշտ այսպես ասած հետևեցան իրեն։ Եվ սկսեցին հյուրասիրվել։ Այո։ Եվ այդտեղ անշուշտ մեր ժողովուրդն ալ նկատած էր ուրախությամբ։ Շատ Հետևաբար մեր կապը իրենց հետ շատ լավ է, որ համալսարանի
իմ թեզս Իմամ Հոսեյնի նահատակության մասին էր։ Եվ իր գլխավոր օգնականներեն հանգուցյալ Այաթոլլա Տեսխիրին Աստված օգին լուսավոր է, շատ հայասեր էր, մարդամոտ էր և հայության մոտ էր։ Ուրեմն, երբ որ ներկայացանք իրեն, աղայր Տեսխիրին ասավ, որ ձերքը ուսից տնելու, ասավ մեր այս եղբայրը, որ հայ քրիստոնյա է, բայց մեր Իմամ Հոսեյնի մասին իր թեզը գրած է։ Եվ անգևերջ, քանի անգամ որ հանդիպեր եմ, միշտ ինքնալ կհիշեցներ, կսեր ձեր թեզը Իմամ Հոսեյնի նահատակության մասին էր, չէ՞։ Այո, կսեի։ Իր ուրախությունը կհայտներ։ Այսինքն փոխադարձ հարգանքի մթնոլորտում էր ձևավորված ձեր հարաբերությունները։ Շնորհակալություն շատ հարցազրույցի համար, Սրբազան հայր, մենք առողջություն ենք մաղթում ձեզ եւ հիշեցնում ենք մեր հետևորդներին, որ Թեհրանում զրուցում էինք Թեհրանի հայոց թեմի առաջնորդի հետ։